Պարոն Հարությունյան, ձեր դիտարկումները ազգային ժողովում քննարկվող օրինագծի վերաբերյալ եւ ընդհանրապես որոշումը։ Նախ ուզում եմ բոլոր կանանց մայրերին շնորհավոր եմ ապրիլի 7-ի կապակցությամբ, ցանկանամ շատ ժպիտ եւ սեր։ Միանշանակ խիստ բացասական վերաբերմունք ունենք։ Ակնհայտ է, որ այն պայմաններում, երբ արդեն իսկ ընտրական process-ը մեկնարկել է, կան ձևավորված ուժեր, ովքեր հայտարարել են խորհրդարանական ընտրությունների մասնակցության մասին եւ հատկապես նաեւ այն ուժերը, ովքեր միանալով դաշինք են ստորագրել, այս պահին նման փոփոխություն նախաձեռնելը ոչ միայն ապօրինի է, այլ նաեւ ակնհայտ հակասահմանադրական։ Ամեն դեպքում սա միջամտություն է եւ մեր իրավական անվտանգությանը եւ իրավական որոշակիության սկզբունքներին, չի կարող ընտրական process-ի ընթացքում փոխվել խաղի կանոն եւ դա տարածվի այդ պահին արդեն իսկ ընթացող process-ի վրա։ Պարոն Հարությունյան, իսկ իրավական հետևանք ինչ կարող եք անել իրավական առումով, որ սկսած ունեք, վիճարկել, դիմել։ Ամեն դեպքում կարծում եմ ազգային ժողովի ընդդիմությունը պետք է սահմանադրական դատարան դիմի, փորձելով սահմանադրականության հարց բարձրացնել։ Պարոն Հարությունյան, դուք ինչպես որոշեցիք միանալ Սամվել Կարապետյանի ուժին, քանի որ այդ միջոցառումը ոչ բոլորին է տեղյակ պահին, որ գայինք լուսաբանենք, դրա համար ես հիմա եմ հարցնում։ Շատ վաղուց մեր միջ առաջացել էր նման ցանկություն, փորձել որոշակի մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացի վրա, իսկ միջոցառման բարձրաձայնված լինելու մասին հստակ սահմանված ժամկետում ազդարարը եմում տեղադրված է եղել, միգուցե քանի որ տեղեկատվություն չի եղել, թե ովքեր են անդամակցելու այդ կուսակցությանը եւ ինչ process-ներ լինելու, կարծում եմ դրանով է պայմանավորված, որ տեղյակ չեք եղել։ Եվ հակակոռուպցիոնի այս հայտարարությունը ինչպես կմեկնաբանեք, արդյոք դա չի կաշկանդել։ Որ մեկնաբանությունը կներեք։ Այդ ոչ ինչ-որ աշխատակազմ են դրանց էլ կաշառք են տվել նման հայտարարություն էր տարածել հակակոռուպցիոնը։ Մի քանի օր առաջ տեղի ունեցած դեպքով եք ասում։ Դրանից առաջ էլ մեր ձևովի հետ կապված էին տարածել։ Ինձ ոչ մի բան չի կաշկանդում, որովհետև այնքանով, որքանով մենք ներգրաված ենք ու արդեն իսկ որպես դաշնակից ուժ առիթ ենք ունեցել համագործակցելու, շփվելու, ես որպես իրավաբան եւ որպես քաղաքացի եւ որպես դաշինքի անդամ որևէ հակաօրինական բան չեմ տեսնում, որպեսզի կաշկանդվեմ։ Եվ երեք կուսակցություն է ձեր դաշինքում, պարոն Հարությունյան, բոլորը հավասար իրավունքներ կան, այնուհանդերձ ուժերից մեկը դոմինանտ, օրինակ այն մյուսը ոնց էր մյուս ուժը։ Միավորված հայերը։ Օրինակ միավորված հայերը ավելի, ասենք, դոմինանտ լինի, քան ուժեղ Հայաստանը կամ ձեր ուժը կամ հակառակը։ Ես նման բան չեմ նկատել, մենք 3 առանձին կուսակցություն ենք, հատկապես նաև մեր մասով եւ ուժեղ Հայաստանի եւ միավորվածի մասով ճանաչելով նաև նույն Նայիրի Սարգսյանին, վստահ պնդում եմ, որ մենք անկախ ենք ողջությամբ, ունենք ընդհանուր համոզմունքներ, ընդհանուր նպատակներ, ընդհանուր արդյունքի հասնելու ցանկություն, հետեւաբար մեր ուժերը միավորելով մեկ ճանապարհ ենք պատրաստվում անցնել։ Հարգելի գործընկերներ,